ակտիվ քարոզարշավի ընթացքում որոշեցինք գալ տեսնելու մի մարդու, մոտ 1 տարի չենք տեսել։ Մեզ համար շատ հարազատ ու թանկ մարդու, ով անցնող տարիներին պայքար է տվել հանուն մեր երկրի։ 1 տարի չենք տեսել, հիմա իրան տեսնելու ենք, անակնկալ ունեմ։ Բարև ձեզ, ես եմ։ Պարոն Սարգսյան, ո՞նց եք։ Լավ, ասուփարք, շատ լավ, շատ ուժեղ, ամուր։ Դուք ո՞նց եք։ Լավ, իրականում այսօր առավոտյան արթնացանք ու տեսանք, որ խոզարկություններ են սկսել ամբողջ հանրապետությունում, այդ թվում նաև Գյումրու դաշնակցական մեր գործընկերների գրասենյակ են ներխուժել ու տեսնում ենք, որ իշխանությունն ուղղակի ցնցումների մեջ է, բայց հենց մեր ընկերոջ օրինակով պետքա ցույց տանք, թե ինչքան ամուր եւ պինդ պետքա կանգնել սեփական գաղափարների համար։ Պարոն Սարգսյան, ձեր կարևոր խոսքը։ Շատ շնորհակալ եմ ձեր այցի համար։ Մինչ այլոց ասեմ ձեզ ես ամսի 19-ից էի սպասում, անձնապես ձեզ։ Չեմ կարա չկծել։ Ես վստահ եմ, որ ամսի 19-ի հենց այդ դատանի որոշումից հետո, որ իմ տեսակցությունը բացում է, դուք անձամբ երկուսդ հենց այդ օրը կգաք։ Դուք գիտես չէ՞ որ ես։ Բայց ես շատ ուրախ եմ, որ չեք եկի, ասեմ ինչի համար, որտեվ դուք տեսել եմ այս պահին քարոզարշավ եք իրականացնում, մեր հայրենակիցների կողքին եք, ակտիվ քարոզարշավի մեջ եք եւ այս պահին դա իմ համար ավելի կարեւոր է, որ ձեր աշխատանքով ամեն օր կարաք մեր հայրենակիցներին բացատրեք մեր երկրի օրասական վիճակի մասին, քան գայիք իմ մոտ, որի համար ես ավելի եմ ուրախացել, բայց չէի կարա չասեի իմ խասյաթը։ Ձեր հետ չենք եղել, հայրենակիցների հետ ենք եղել, կներեք մեզ։ Շատ ուրախ եմ դրա համար։ Ժորժ ջան, տեսնում ենք, լսում ենք, թե ինչեր է իրականացում, այսօր իմիջալոս քնից են հանել ինձ, ես հələ բանտային ռեժիմին եմ սովոր, գիշերները արթուն եմ մնում, առավոտյան նոր քնում եմ, եկե քնից են հանել ինձ, իմ գործընկերները, եւ տեղեկացրեցին, որ առավոտվանից էլի խոզարկություններ են, բայց այս ամեն ինչը արդեն ունի 5 տարվա վաղեմություն, դա Նիկոլի ծրագիրն է, 21 թվականին դուք գիտեք ինչ ռեպրեսիաներ սկսեց Սյունիքից եւ այդտեղից ամեն ինչ սկսեց եւ ասեմ որ այս 5 տարվա մեջ ոչինչ չի փոխվել, տեսնում եք ես առողջ նստած եմ, պայքարող եւ այս պահին կոչ եմ անում մեր հայրենակիցներին։ Մի վախեցեք այս չարիքի իշխանությունների ռեպրեսիաներին։ Մի քանի օր է մնացել իրենց կյանքին, նրանց մենք կճանապարհենք իրանց հանգստին եւ կունենանք արժանապատիվ եւ մրցունակ հայրենիք, ես վստահաբար դա մենք ունենալու ենք։ Իրականում այս տարիների ընթացքում ես ցենց որ կարճ ներկայացնեմ 5 տարիների ընթացքում 2.5 տարին անցկացրել եմ փողոցային պայքարում, 1.5 տարին արդեն գտնվում եմ կալանքի մեջ, հետաքրքիր բան ասեմ, որ 21 թվին ազգային ժողովի պատգամավոր եմ ընտրվել, կալանքի մեջ եմ եղել, հիմա պատգամավորի թեկնածու եմ, կալանքի մեջ եմ, չեմ հուսահատվել, պայքարում եմ, հիմա ստեղից եմ պայքարում, հենց հիմա մեր պայքարը շարունակվում է, մտածենք բա են մեր հերոս տղեկը, մեր 18 տարեկան երիտասարդները, մեր ընկերները, ովքեր 15-20 օր խրամատում, ցուրտ, առանց ջրի կռիվ են տվել, մարդիկ զոհվել են, մարդիկ վիրավորում են ստացել, հենց այդ համեմատությունը հասկանաք մեր այս ամեն ինչը կալանքը, այս պայքարը, այս մեր հալածումները ոչինչ են, որտեղ մարդիկ իրանց կյանքն են տվել, որ ունենան արժանապատիվ հայրենիք։ Հիմա մենք պարտք ունենք իրանց հանդեպ եւ մեր պայքարը պետք է շարունակենք։ Կոչ եմ անում բոլորիդ, մի վախեցեք, ժամանակավոր է, այս ամեն ինչը ժամանակավոր է եւ Նիկոլ Փաշինյանը շփվելով մեր ժողովրդի հետ, մեր արժանապատիվ հայրենակիցների հետ, հասկացել է, որ ինքը այս երկրում տեղ չունի եւ ինքը մերժված է եւ իր միակ գործիքը մնացել է այդ ռեպրեսիաները եւ առիթից օգտվել ուզում ասեմ վարչական ռեսուրսը։ Ես ինֆորմացիա ստացա, որ Հայաստանի բոլոր տեղերում բնականաբար վարչական ռեսուրս է կիրառվում եւ այդ նույն վարչական ռեսուրսը կիրառվում է Սիսիանում, ինչ որ հիմա օրենքով գիտեք, որ ով որտեղ ցանկություն ունենա, կարա տեղափոխվի եւ ընտրի։
եւ Սիսիանի պետական համայնքապետարանի ենթակառույց աշխատողներին տեղափոխել են համապատասխան առանձին գյուղեր եւ որտեղ որ իրականացնեն հսկողություն տվյալ աշխատակիցներին։ Կոնկրետ կոմունալի աշխատակիցներին տեղափոխել են մեր լոր գյուղ, իմ մայրական գյուղը, որոնտեղ ցույց տան, որ իրանք հաղթել են Ամսաքսեն Արտուրը չի հաղթի, իրանք այդքան պրիմիտիվ են, Ժորժը։ Կոչ եմ անում իմ արժանապատիվ սիսիանցիներին, իմ նախկին բոլոր գոլեգաներին, ովքեր հիմա աշխատում են, մի վախեցեք։ Ձեր արժանապատիվ ընտրությունը արեք։ Քվյախցիկում ոչ ոք չի կարող ձեզ հսկել, ոչ ոք չի կարող ձեր ընտրությունը տեսնել, կատարեք արժանապատիվ ընտրություն, Ժորժան, էլ եմ ասում, առանց քաղաքականության մեջ մտնելու, փաստերով եմ ուզում ասեմ, 21 թվին այն ինչ ասում էի, պարոն Սարգսյան, չէ էլի դե տենց չի, թուրքերը եկան իշխանասարի գլխին նստեցին, Արցախ չունենք, հիմա ասում եմ, եթե սենց շարունակվի, Սյունիք չենք ունենալու, Սիսիան չենք ունենալու, Ժորժան, մենք պետք է արժանապատվություն դրսևորենք եւ հունիսի 7-ին ընտրելով համար 17-ին հեռացնենք այս շարիքի իշխանությանը։ Բա, սիրելի ժողովուրդ, ինչպես տեսնում եք, Արտուր Սարգսյանը իր պայքարը շարունակում է ամեն կարգավիճակում ու իսկապես պետք է հասկանալ, եթե Նիկոլ Փաշինյանը անհանգստություն չունենար, եթե վստահ լիներ, որ հանգիստ պետք է վերընտրվի, ինքը չէր գնա այս վերջին ռեպրեսիաներին, հետեւաբար մի քանի օր բան է մնացել մեծ հաշվով, չէ՞ Տիկին Վարդանյան, մի քանի օր ու մենք վերջնական կազատվենք այս իշխանությունից։ Մեզ հերոսություն էլ խոշոր հաշվով չի պահանջվում, այս բոլորի պատասխանը ամսի 7-ին գնանք, մեր քվեով տանք, ընդհանրապես գնանք տեղամաս, որովհետև ժողովուրդ ջան, այսքան բան եթե անում են, իրանք ոչ ինքնավստահ են, ոչ հավատացած են, որ ամեն ինչ նորմալ է իրանց մոտ, սա ինքնավստահ իշխանության պահվածք չի, բայց մեզնից չեմ վախենում։ Վախենում եմ, որ դուք կգնաք ընտրության։ Դրա համար խնդրում ենք, այդ ձեր պատասխանը գնացեք, ձեր քվեով տվեք։ Այս 8 տարիների մեր հետ եղած ամեն ինչի պատասխանը։ Արտուր ջան, դու էլ կներես համ ուշ ենք եկել, համ ուշացած ենք եկել, համ առավոտ շուտ ենք եկել, ձեզ արթնացրել։ Իմիջիայլից այսօր Արտուրի կնոջ ծնունդն է Շուշանի, որի համար եւս մեկ անգամ շնորհավորում ենք։